Հայաստանի Հանրապետության ներքին գործերի տիկին նախարար, բարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը հրանգավորման համար շարված է։ Ծառայության պետ Գնդապետ Խուդինյան։ Բարեկային ծառայության Երևանի գնդի հարգելի ծառայողներ, ողջունում եմ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է բարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես հրահանգավորմանը։ Ներկային նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին նախարարն ընդգծել է բարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու եւ զգոն, Երևան քաղաքում յուրաքանչյուր խնդրի կողքով անտարբեր չանցնել, անկախ բնակավարից, ոլորտից, ահազանգել դրանց մասին եւ դրանով իսկ ապահովել դրանց հետագա լուծումը։ Դրսեւորել սրտացավություն եւ հետեւողականություն, արագ ու հստակ արձագանքով ապահովել հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգությունը։ Արփինե Սարգսյանը հորդորել է լինել խիստ եւ անզիջում ցանկացած իրավախախտման նկատմամբ, ապահովելով օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրարկումը։ Անդրադառնալով ծառայողների բարեվարկությանը նախարարը հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսեւորել հարգալից ու պատշաճ վերաբերմունք, պահպանել ծառայողական էթիկան, միաժամանակ պրոֆեսիոնալ վարքագծով անհանդուրժող եւ խիստ լինել ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող իրավախախտների նկատմամբ պարբերաբար մասնակցել վերապատրաստումներին, որոնք նաեւ առկա խնդիրները լուծելու միջոց են եւ նպաստել հասարակության վստահության բարձրացմանը։ Բարեկային ծառայության թե Երևանի, թե մարզերի հրահանգավորմանը ներքին գործերի նախարարի մասնակցությունը լինելու է պարբերական, գործընթացը վերահսկելու, արդյունքներն ամփոփելու եւ անհրաժեշտության դեպքում նոր հանձնարարականներ տալու նպատակով։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ծառայության։ Նախարարը նաև շրջել է գնդում, դիտարկել Երևան քաղաքի գնդի եւ ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման եւ բողոքների քննության բաժինների աշխատանքային պայմանները, զրուցել ծառայողների հետ։